Բարելույս սիրելի ունկնդիրներ, ամեն առավոտը շարունակում է իր ընթացքը եւ արդեն տեսանելի է ձեզ համար։ Վստահ եմ ունկնդիրների մեջ կան մարդիկ, որոնց համար էլ բանկային համակարգի այբուբենը նման է հիերոգլիֆների։ Ինձ համար դա այդպես է եւ ես որոշեցի այսօր բանկային գործի մի քիչ ծանոթանամ, բանկային աշխարհի այբուբենին մի քիչ ավելի մոտ կանգնեմ ու դրա համար շատ հետաքրքիր թեմա եմ ընտրել ու բավականին հետաքրքիր հյուրերի հետ քննարկելու եմ թեման։ Ամեն առավոտի տաղավարում Հայաստանի բանկերի միության նախագահի տեղակալ, Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի հիմնադիր խորհրդի անդամ Ռուբեն Մելիքյանը եւ Ինգո ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն, Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի հիմնադիր խորհրդի անդամ եւ բանկային գործ ծրագրի դասընթացավար Ռաֆիկ Սուվարյանն է։ Բարելույս պարոնեք, շնորհակալություն, որ ամեն առավոտի տաղավարում եք։ Շնորհակալություն Ռավիլի։ Հայաստանի բանկերի միությունը բացի իր բուն եւ հիմնական առաքելությունից, ինչն է Հայաստանի բոլոր առևտրային բանկերը մեկտեղելը, նաեւ շատ այլ ու կարեւոր առաքելություն է իր վրա վերցրել կրթական կոմպոնենտը, պարոն Մելիքյան։ Ես գիտեմ, որ արդեն նախորդ տարվա մայիսից ձեր ուսումնական կենտրոնն եք գործարկել եւ 30-ից ավել դասընթացներ, 350 եւ ավել մասնակիցներ ունեք այս պահի դրությամբ։ Ուզում եմ նախ կենտրոնի ստեղծման մասին մի փոքր խոսեք եւ առանձնացնեք այն դասընթացներն ու այն ուղղությունները, որոնք մինչեւ օրս անցկացրել եք։ Շնորհակալություն հարցի համար։ Իրականում այո, 1 տարվա ընթացքում արդեն թվերը մի փոքր փոխվել են, արդեն ոչ թե 350, այլ 500-ից ավել մասնակից ունենք, դասընթացների քանակը կարող ենք ասենք արդեն ավել է քան 50-55-ը։ Այս տարի լավ ակտիվ ենք եղել 2025 թվականի առաջին ամիսներին։ Դասընթացները հիմնականում վերաբերում են այն ոլորտներին, որ պահանջարկը հենց բանկերում կլինի բիզնես վարկերի վերլուծություն, բյուջետավորում, ռիսկերի կառավարում, իդեպ որտեղ նաև դասավանդում է պարոն Սուվարյանը, եւ տարատեսակ նմանատիպ դասընթացներ են կազմակերպում, որոնք սովորաբար տևողությունը 2-ից 4 օր է, բայց բացի դրանից մենք նաև մեկնարկել ենք 1 տարի առաջ եւ արդեն արդյունքներ այս տարի ենք տեսնում, դա երկու միջազգային հեղինակավոր ընկերությունների, կազմակերպությունների հետ համագործակցելով նոր որակավորման ծրագրեր ենք բերել Հայաստան։ Առաջինը դա EFPA-ն է, մենք ստեղծել ենք EFPA Հայաստանը, դա European Financial Planning Association-ի մասնաճյուղ ենք բացել Հայաստանում։ Դա հատուկ դասընթաց է ֆինանսական խորհրդատուների համար, որոնք արդեն ոնց որ քննությունը անցնելուց հետո կարող են համարվել որակավորված մասնագետներ, ֆինանսական խորհրդատուներ։ Եվ երկրորդը, որի վրա կուզենայի ավելի երկար մի փոքր անդրադառնալ, դա բանկային գործ, որը համագործակցելով EBTN-ի հետ, այդ եվրոպական հայտնի կազմակերպություն է, մենք արդեն իսկ 1 խումբ ավարտվել է, դա բանկային գործ ուսումնական ծրագիրն է։ Ծրագիրը հավատարմագրված է եվրոպական չափանիշների համաձայն EBTN-ի կողմից։ Ինքը նպատակը ծրագրի, ասենց ասեմ, հիմնական նպատակը այն է, որ այն մարդիկ, որոնք ուզում են մտնել ֆինանսաբանկային համակարգ, այդ գործընթացը դյուրացնենք իրենց համար։ Իրենք գալով մեր մոտ Հայաստանի միության բանկային ուսումնական կենտրոն կարող են արդեն անցնելով դասընթաց, որը տևելու է մոտ 2 ամիս, 8 շաբաթ, շաբաթը 3 անգամ, 6:30-ից մինչև 9:30, անցնելով այդ 50-52 ժամը, այնուհետև հանձնելով համապատասխան քննություններ կարող են ստանալ եվրոպական EBTN-ի կողմից հավատարմագրված ծրագրի որակավորված սերտիֆիկատ են ստանալու, որը կարծում են գրեթե համոզված ենք, որ էականորեն կհեշտացնի իրենց մուտքը բանկային համակարգ, ֆինանսաբանկային։ Մենք նաև ունենք համապատասխան համաձայնություն բանկերի մարդկային ռեսուրսների կառավարման ղեկավարության հետ, որ այդ մարդկանց, որոնք անցել են այդ մինիմալ անցողի քշեմը քննությունների, իրենց ինքնակենսագրությունը եւ գնահատականները, արդյունքները քննությունների կտրամադրենք արդեն իրենց, որ կարծում ենք շատերին կանչեն հարցազրույցի եւ հնարավորություն կունենան սկսեն կարիերան արդեն ֆինանսաբանկային համակարգում
Եվ պահանջները շատ բավական ցածր են, դուք նույնիսկ մենք դրան դեռ կանդրադառնանք, պարոն Մելիքյան, բանկային գործից շատ ենք զրուցելու, բայց ես ուզում եմ պարոն Սուվարյանի հետ քննարկել մասնակիցների հետաքրքրվածության աստիճանը, այ դուք որպես դասընթացավար, պարոն Սուվարյան, ինչ կարծիք ունեք ու ինչ տպավորություն ունեք, որովհետև ես գիտեմ, որ դուք ուսումնական կենտրոնին դեռ վաղուց եք միացել ու վաղուց եք դասընթացներ իրականացնում։ Շնորհակալություն հարցի համար, իրականում մասնակիցները ի տարբերություն այլ կուրսերի այդքան էլ փորձառու չեն, չունեն այդ գիտելիքը բանկային գործում, բայց ունեն մեծ ցանկություն, շատ հետաքրքրված են սովորելու, աճելու եւ ծրագիրը հնարավորություն տալիս է մասնակիցներին գալ 0-ից հիմնական կանոններին ծանոթանալ, գործիքակազմին տիրապետել, որը որ հնարավորություն կտա հետագայում մի կողմից կամ աշխատել բանկերում կամ կարողանալ վերլուծել, ավելի լայն հասկանալ բանկային համակարգի աշխատանքը։ Պարոն Մելիքյան, էլի վերադառնալով միջազգային համագործակցություններին, ինչ բարդությունների եք բախվել այս ընթացքում, որովհետև դուք երկու բավականին մեծ կառույցների հետ համագործակցությունից խոսեցիք, իսկ նրանց հետ այդ գործակցությունը հաստատել բանակցությունների փուլ է ենթադրում։ Միջազգային կառույցների հետ համագործակցությունը եւ Հայաստանի բանկերի միությունը։ Եկեք մի քիչ այս փակագծերը բացենք ու արդյունքներից խոսենք։ Հիմնական բարդությունը երևի երկուստեին, առաջինը, որ մենք կարողացանք համոզենք մեր գործընկեր կառույցներին, որ նշված դասընթացները լինեն հայերեն լեզվով, եւ երկրորդը, որ մենք էականորեն ադապտացրեցինք իրենց ծրագրերը մեր իրականությանը Հայաստանի։ Դեցուկ իրանց երկու ծրագրում էլ կար մաս ԵՑԲ-ի Եվրոպական կենտրոնական բանկի մասին, իհարկե այս ծրագրերում մեր մասնակիցները անցնելու են գիտելիք են ստանալու հենց Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կարգավորումների մասով ադապտացում եւ որ կարողացանք հայերեն կազմակերպել։ Ծրագիրը, ինչպես հասկացա, բանկային գործ է։ Արդեն իր առաջին փուլն ավարտել է եւ դուք երկրորդին եք պատրաստվում։ Խնդրում եմ կհուշեք, երբ է սկսվելու հայտագրումը, թե արդեն ընթացքի մեջ է։ Առաջինը ճիշտ է, ավարտվել է։ Դեռ ժամանակ ենք իհարկե տվել մասնակիցներին, որ պատրաստվեն քննությանը։ Երկրորդը սկսելու է հունիսի 2-ին, մեկ շաբաթից հետո։ Այնտեղ գրեթե համալրված է, բայց կարծում եմ, եթե հետաքրքրվող լինեն, կարող են փորձել դիմեն։ Դա uba.am կայքում այնտեղ տեղեկատվությունը կա, կոնտակտային տվյալներ եւ նաեւ մանրամասները նշված ծրագրի մասին, որի արժեքը իդեպ բավական մատչելի 199,000 դրամ է կազմում։ Ամբողջ դասընթացը ներառալ քննություններ։ Հասկանալի է։ Պարոն Սուվարյան, ինչքանով ոլորտը նմանօրինակ դասընթացների կարիք ունի, որովհետև թվում է, թե բանկային ոլորտը հարուստ է գիտելիքներով, հարուստ է մասնագետներով, բայց արի ուտես, որ բանկային գործը այս դասընթացը բացվել է հենց այն նպատակով, որպեսզի նույնիսկ բանկային ոլորտի ներկայացուցիչները այս ամենին մասնակցեն։ Իրականում կա շատ մեծ պահանջարկ, մի կողմից դա չի բացառում այն միտքը, որ կան լավ մասնագետներ այսօր բանկերում, կան շատ փորձառու մասնագետներ, բայց մյուս կողմից կա նաև պահանջարկ նոր սկսնակ աշխատակիցների կողմից կամ նրանց կողմից, ովքեր ուզում են փոխեն ոլորտ, այդպեսին դառնալ։ Ու այս ծրագիրը ինքը շատ լավ հնարավորություն է նախ հայերեն լեզվով, բայց եվրոպական չափանիշներին համապատասխան համակարգված բազմակողմանի պատկերացում տալիս, թե առաջի քայլը կատարելու համար, թե եթե ուզում ես դու արդեն բանկում ես ու ուզում ես մասնագիտական աճ ունենաս։ Այդ իմաստով շատ պահանջված է, որովհետև իրապես տենց հարմար գին որակ ժամկետի իմաստով տենց ծրագիր կդժվարանամ երկրորդ անվանում։ Ես ճիշտ եմ արձանագրել, որ դասընթացը ամբողջապես բաղկացած է 3 փուլից, պարոն Մելիքյան։ Այո, դասընթացը բաղկացած է 3 փուլից, առաջինը դա Հայաստանի Հանրապետության տնտեսություն, ֆինանսական շուկա, երկրորդը դա ֆինանսաբանկային գործառույթներն են եւ երրորդը դա ռիսկերի կառավարում եւ համապատասխանություն։ Իդեպ ես կուզենամ ավելացնեմ, որ նպատակներից եւ դրդապատճառներից մեկը այն է, այս ծրագիրը Հայաստան բերելու, այն է, որ մենք բանկերի միությունում տեղյակ ենք իրականում, որ կան թափուր հաստիկներ եւ ոչ թե 10 կամ 20 հարյուրավոր առնվազն բանկային համակարգում եւ գիտեն կան հարյուրավոր կամ հազարավոր մարդիկ, որոնք ուզում են մոտ գործեն համակարգ։ Այդ իսկ պատճառով մենք այդ ծրագրով նախատեսում ենք, որ այդ պահանջարկը հարմարեցնենք
առաջարկի հետ եւ այդ մարդկանց, որոնք ուզում են մուտք գործել, ստանալով գիտելիքներ, իրենց հավանականություն բարձրացնեն, որ ավելի հեշտ իրենք մուտք գործեն, բանկերն էլ կարողանան համապատասխան արդեն որակավորված մասնագետներ ընդունել։ Պարոն Մելիքյան, հետաքրքրական է, որ այս նախագծին կարող են մասնակցել նաև մարդիկ, որոնք բանկային ոլորտի հետ առհասարակ կապ չունեն։ Հիմա ուզում եմ ձեզ խնդրել, որպեսզի առանձնացնեք, ովքեր կարող են դիմել եւ մասնակցել այս կրթական դասընթացին։ Այս ծրագիրը, ինչպես արդեն ասեցի, ունի 10 տասնամյակների փորձ եվրոպական երկրներում, կոչվում է Certificate in Banking։ Այս նպատակը այն է, որ ոչ թե տնտեսագետները, ֆինանսիստները գան անցնեն այս ծրագիրը եւ անցնեն աշխատանքի ֆինանսաբանկային ոլորտ, այլ ցանկացած անձ, որը ցանկություն ունի մուտք գործել բանկային համակարգ, այդ հնարավորությունը ընձեռված է։ Միակ այս պայմաններից մեկը, եթե կարելի է համարել պայման, դա բակալավրի աստիճանը ու նույնիսկ ավարտական կուրսերի եւ կապ չունի ինչ մասնագիտացում։ Կլինի օրինակ կոնսերվատորիայի շրջանավարտ կամ լեզվաբան կամ տնտեսագիտական ֆակուլտետ, ընդհանրապես տարբերություն մենք չենք դնում, քանի որ բանկային համակարգում կան ստորաբաժանումներ, օրինակ HR, մարդկային ռեսուրսների կառավարում, մարքեթինգ եւ այլն, որտեղ այդքան էլ անհրաժեշտ չի ունենալ հիմնական ֆինանսական կրթություն։ Այստեղ արդեն պիտի պարոն Սուվարյանին հարցս ուղղեմ, պարոն Սուվարյան, ոչ բանկային մասնագիտություն ունեցող ձեր դիմորդների հետ աշխատանքը ինչքանով է բարդ կամ գուցե հեշտ է։ Ինքը միևնույն ժամանակ թե բարդ է թե հեշտ է, բարդ է նրանով, որ չունեն այդ գիտելիքը բանկային գործի մասին, բայց հեշտ է նրանով, որ կա ցանկություն սովորելու նորը, ու ինքը ծրագիրը այնպես է կազմված եվրոպական ստանդարտների հիման վրա, տարիներ շարունակ մշակված ծրագիր է, հա, ու այդ process-ը տարիներ շարունակ անցել է ու հաջողված է անցել, դրա համար մեր մոտ բացառություն չի այդ մշակված լավ ծրագիրը հայերեն լեզվով ներդրվել է ու ինքը տալիս է հնարավորություն կարճ ժամանակում ունենալ խորը եւ կայուն գիտելիքներ բանկային գործի մասով։ Իսկ եթե առանձնացնենք հենց բանկային ոլորտի ներկայացուցիչներին, հիմա ինչ որ մասնագետներ մեզ լսում են, եւ եթե նրանց մոտ միտք է առաջանում, ինչու ես պիտի դիմեմ ու մասնակցեմ այս ծրագրին, ըստ ձեզ ինչ առավելություններ կտա այս ծրագիրը հենց բանկային ոլորտի ներկայացուցիչներին։ Առհասարակ սովորելը միշտ ճիշտ է, ավելի լավ է մի բան սովորես, քան թե ընդհանրապես ասես դե այդքան էլ լավ ծրագիր չէր, բան չանես։ Դա առհասարակ ամեն ինչին է վերաբերվում։ Ծրագիրը ինքը դրանով բացառություն չի, եթե դու բանկում աշխատում ես, ուզում ես զարգանալ, առաջ գնալ, իսկ ինչ այլ ընտրանքներ ունես, հա, Հայաստանում, ինչ այլ ծրագրեր ունես, որ կարող ես նմանատիպ գումար վճարելով այդ ժամկետում այդ գիտելիքը ստանալ։ Այլ ընտրանքները շատ չեն, դրա համար ինքը լավ հնարավորություն է նախ վերազինվելու, գիտելիքները դասակարգելու, հա, դարակներով ու նոր բաներ սովորելու ու համակարգված արդեն նոր գիտելիքներով շարժվելու առաջ ես խորհուրդ կտայի, որ միանշանակ մասնակցեն։ Պարոն Մելիքյան, դուք ձեր խոսքի սկզբում նշեցիք, թե շաբաթական քանի անգամ են մասնակցելու, կխնդրեմ նորից կրկնել եւ հուշել դասընթացի ձևաչափը։ Շաբաթական 3 անգամ, դες առաջի խումբը երկուշաբթի, չորեքշաբթի ուրբաթ օրերը 6:30-ից մինչև ժամը 8:30-9 տևողությունը մեկ դասընթացի, մեր դասախոսները գրեթե բոլորը հայտնի են շուկայում, ֆինանսաբանկային շուկայում, իրենք ունեն տասնամյակներ հենց աշխատանքային փորձ այդ ոլորտում, ինչպես նաև մենք աշխատել ենք, ներգրավենք այն դասախոսներին, այն մասնագետներին, որոնք ունեն նաև դասավանդման փորձ։ Իդեպ մի երկու բառեր այդ որ դուք խոսում եք, այդ պահանջարկ առաջարկ, կարծում եմ Հայաստանում այդքան էլ չի գովազդվել բանկերում անցնելու աշխատանքի դրական մասը, ինչի պետք է ուզենան մուտք գործեն բանկային համակարգ, ես մի երկու թիվ բարձրաձայնեմ, վերջի մի քանի տարիներում, 4-5 տարիներում բավականին դինամիկ է զարգացել շուկան բանկերում, օրինակի համար 3 տարիներ ընթացքում 21%-ով աճել է աշխատողների թվականակը, քանակը այս պայդրությամբ մոտ 16300 աշխատակից կա ամբողջ բանկային համակարգում։ Ինչպես նաև եթե նայենք միջին մեկ աշխատակցի միջին ամսական եկամուտը, աշխատավարձ ներառյալ պարգևավճարներ կազմում է մոտ 900-ից 1 միլիոն դրամ։ Իդեպ այդ աճը մոտավորապես 3 տարում 65%-ով աճել է։ Ուզում եմ ասեմ, ինքը բավականին
գրավիչ դինամիկ աճող համակարգ է։ Դուք նշեցիք դասընթացի արժեքը, ես ուզում եմ դրա հասանելիությունից խոսել, որովհետև մեկի համար այդ արժեքը կարող է բավականաչափ հարմար լինել, մյուսի համար անհասկանալի, մյուսի համար թանկ։ Ես խնդրում հուշել միջին շուկայական արժեքներով, եթե դիտարկենք այս 199,000 դրամը, ինչքանով է հասանելի մարդկանց համար, որոնք իսկապես ուզում են նմանօրինակ գիտելիք ձեռք բերել։ Սենց ասեմ, իմ կարծիքով այդ գումարը, իդեպ դա 3 փուլով է, մեր մոտ նաև կա հնարավորություն, եթե մարդ կարող է ընտրի պարզապես առաջի փուլը, վճարի 79,000 դրամ եւ այնուհետեւ ինքը որոշի, ուզում է շարունակել թե ոչ, դա մեկ տարբերակ։ Ընդհանուր առմամբ 50-55 ժամը եւ 199,000 դրամը դա հաշվի առնելով ծրագիրը, եվրոպական սերտիֆիկացումը դասախոսներին, իրական կարծում եմ դա բավականին ոչ թե մատչելի, բավականին adekvat արժեք է, հաշվի առնելով, որ բանկային համակարգ մուտք գործելուց կարծում եմ այդ 200,000-ը լինելու իրենց գրեթե մինիմալ առաջի ամսվա աշխատավարձը։ Կարծում եմ արժե ներդրումը եւ բացի այդ, որ բանկային համակարգ անցնելու խոսենք, ծրագիրը ինքը իրանով բավականին հետաքրքիր է։ Մեր մոտ կան մարդիկ, որ եկել են այս առաջի խումբ, իրանք զուտ եկել են, որ գիտելիք ստանան, չեն ուզում նույնիսկ բանկային համակարգ ընդունեն, բայց իրենք ուզում են ֆինանսաբանկային տնտեսությունից, ֆինանսներից, ռիսկերից ստանան ընդհանուր պատկերացում։ Ինքը բավականին հետաքրքիր ծրագիր է, բավական երկար է տևել այդ ծրագրի մշակումը, այդ իսկ պատճառով կարծում եմ եւ դեռ շուտ է խոսել, բայց կարծում եմ շատ բարձր է հավանականություն, որ մեկ կես տարի հետո դիսու կարող ենք արդեն մատնանշել, թե քանի տոկոսն են մեր մասնակիցների արդեն անցել բանկային համակարգ աշխատանքի։ Պարոն, հեռավար մասնակցելու, դասընթացին հեռավար մասնակցելու հնարավորություն կա։ Այս պահին ամբողջությամբ հեռահար այդ հնարավոր չէ, բայց մենք համաձայնացրել ենք IBTN-ի հետ, որ մոտավորապես 25-30% դասերի հնարավոր է կազմակերպել նաև Zoom-ով։ Դες ինքը հիբրիդ է, բայց այնպես չէ, որ մասնակիցը կարող է ընդհանրապես չգալ բանկերի միության ուսումնական կենտրոն, որտեղ կարծում ենք այդքան էլ արդյունավետ չի լինի, որովհետև դասախոսներ ոչ թե միայն դասախոսում են, դեռ տարբեր հանձնարարություններ կա, խմբային աշխատանքներ, այդ իսկ պատճառով ավելի ցանկալի կլինի, որ գոնե 2/3-ը, 3/4-ը ժամանակի կամ օրերի մարդիկ մասնակցեն ոչ առցանց։ Ես ինձ դա ուզում հարցնել պարոն Սուվարյանին, այս դասընթացին մասնակիցների համար ավելի հեշտ է խմբային աշխատանքը, թե այստեղ ավելի շատ անհատականություն են դրսևորում պարոն Սուվարյան։ Երկուսն է կա, չես կարա լավ արդյունք ունենաս միայն խմբային կամ միայն անհատական աշխատանքով։ Մենք փորձել ենք բոլոր հնարավոր լավ լուծումները այդ ուսումնական process-ում օգտագործել, կան кейսեր, կան խմբային աշխատանքեր, կան նաև անհատական հանձնարարություններ։ Այդ իմաստով փորձել ենք մաքսիմալ կարճ ժամանակում մաքսիմալ հասկանալի, ընկալելի ու շատ ծավալի տեղեկատվություն ու գիտելիք տալ։ Բանկային համակարգ մտնելուց առաջ կամ այս դասընթացը սկսելուց առաջ ինչ կարելի է անել, ինչ խորհուրդ կտաք այն մարդկանց, որոնք շուտով օրինակ կդիմեն ծրագրին, բայց դեռ մինիմալ գիտելիքներ չունեն։ Թե հենց այդպես էլ կարող են գալ եւ դասերի մասնակցել։ Կարևորը ցանկությունն է, եթե կա ցանկություն առաջ գնալու, սովորելու, մնացածը հաղթահարելի են, եթե ցանկությունը կա, կարծում եմ այս ծրագիրը ինքը միակ լուծում ու տարբերակը չի միանշանակ, բայց ինքը լավ լուծում է, լավ տարբերակ է հաշվի առնելով ժամկետները, որակը, ուղղակի դիմել, լինել հետևողական, ուղղակի ժամանակ դասի ժամանակ չանցկացնել, հա վճարել ու սպասել, որ վերջում կարող է բախտս բերի, քննությունը հանձնեմ, չէ, ոչ մեկի բախտը վերջում չբերի, շատ խիստ քննություն է, շատ մաքսիմալ օբյեկտիվ ու արդար։ Այդ ժամանակը որ հասկացնում, այո, քննությունը լինելու է 3 փուլերի ամփոփումը։ Այո։ Այո, լինելու է 3 փուլերի ամփոփումը, ինչպես նաև հնարավորություն է ընձեռվելու ամեն փուլից հետո, դիցուկ փուլը ավարտվեց 3, մեկ շաբաթ այսօր հետո պատրաստվեն յան հանձնեն առաջի փուլի համար։ Ահա։ Թեորապես մարդ կարող է հանձնել առաջի, երկրորդ, երրորդ փուլերը եւ իրենց նաև հնարավորություն է ընձեռվելու մեկ անգամ էլ հանձնել ամբողջ իրար հետ։ Եվ մենք տրամադրելու ենք համապատասխան հավաստագիր, որտեղ երևա իրենց գնահատականները, արդյունքները փուլ առ փուլ եւ ընդհանուր։ Խնդրում հուշել մինչեւ երբ կարող են դիմել։
կարող են դիմել մինչև այս շաբաթվա վերջը։ Մինչև այս շաբաթվա վերջը։ Այս խմբի համար։ Իդեպ նշեմ, սա լինելու շարունակական, սա չի լինելու որ 1, 2, 3 դասընթաց, հույսով ենք, որ սա տարիներ շարունակ կարողանանք առաջարկենք շուկային այս հետաքրքիր ծրագիրը։ Առաջիկայում նոր դասընթացներ մշակվում են, պարոն Մելիքյան, կանոտ լինելով բանկերի միության աշխատանքին, վստահ եմ, որ ինչ-որ նոր բաներ կան։ Կարող եք փակագծերը չբացել, բայց նշել, կան նոր ինչ-որ պլաններ։ Նոր պլաններ իհարկե կան, թե այս ծրագրի, թե FPI-ի հետ, European Financial Planning Association-ի, ինչպես նշեցի, արդեն իսկ մեկնարկը տրվել է այդ դասընթացի, ֆինանսական խորհրդատուների մասով է դա։ Ահա։ Նոր ծրագիր ասվածը դա մշակվում է նաև FPA մասնաճյուղերի կառավարիչների համար, ֆինանսաբանկային ոլորտի հետ, բանկերի մասնաճյուղերի կառավարիչների համար FPA-ի եվրոպական չափորոշիչներով դասընթաց, այնուհետև քննություն եւ դրական արդյունքի դեպքում կստանան համապատասխան հավաստագիր։ Այն կարծում եմ դա աշունը կլինի, արդեն դա որ մեկնարկենք, դա հնարավորություն կտա շուկայում մեր մասնագետներին ֆինանսաբանկային ոլորտի, որոնք դիցուկ այսօր մասնաճյուղի կառավարիչ են կամ մասնաճյուղի կառավարիչի տեղակալ են կամ սրայի պատասխանատու են, կապ չունի։ Եթե իրենք ցանկություն ունենան, կարող են գան անցնել այդ դասընթացը եւ այնուհետեւ ստանան որակավորում, որով կարող են փաստել, որ իրանք արդեն որակավորված մասնաճյուղի կառավարիչ են, որը եվրոպական հավաստագիր է եւ կարծում դա իրենց համար կհեշտացնի իրանց արդեն առաջխաղացումը իրենց կազմակերպություն։ Այս բանկում կամ միգուցե փոխեն բանկը, բայց դա իրանց համար հնարավորություն կտա լավացնել իրենց դիրքերը կազմակերպություն։ Իդեպ նաև կուզենամ հարցը տվել բանկերի աշխատակիցները ինչու կուզենան գան բանկային գործ ծրագրին, ասեմ դա հիմնականը պետք է լինի սկսնակները, կարծում եմ, ում հետաքրքիր կլինի, ինչպես նաև ոչ բիզնես ուղղությունների աշխատակիցները, որոնք կապ չունեն վարկավորման հետ կլինի, մարդկային ռեսուրսների կառավարում, IT, մարքեթինգ, PR, իրենց էլ կարծում եմ դա բավական հետաքրքիր կլինի, որպես այդ նույն տերմինները, որ ամենուր բանկերում հնչում են, իրենք արդեն խորը պատկերացում կստանան։ Ահա։ Պարոն, շնորհակալ եմ զրույցի համար, մեր ունկնդիրներին տեղեկացնեմ, որ մասնակցության համար կարող եք զանգահարել 094 40 10 97 հեռախոսահամարին, այցելել uba.am կայք կամ Հայաստանի բանկերի միության Facebook-յան էջ, Instagram-յան էջ, ինչպես նաև LinkedIn հարթակ, իսկ ձեզ սիրելի ռադիոլսողներ հիշեցնեմ, որ ամեն առավոտի տաղավարում Հայաստանի բանկերի միության նախագահի տեղակալ, Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի հիմնադիր խորհրդի անդամ Ռուբեն Մելիքյանը եւ Ինգո ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն, Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի հիմնադիր խորհրդի անդամ եւ բանկային գործ ծրագրի դասընթացավար Ռաֆիկ Սուվարյանն էին։ Ձեզ լավ օրվա ընթացք, շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Լավ օր։